Արև ժողովուրդ ջան, 22 մարտի մենք սկսում ենք on-line հանրահավաք։ Սա յուրահատուկ մի ֆորմատ է, որը որ այսօր պետք է հավաքի մեծ քանակի ունկնդիր, որովհետև խոսելու ենք շատ կարևոր հարցից։ Խնդրում եմ ավանդաբար սպասենք հավաքվեն։ Ով արդեն միանում է, խնդրում եմ տարածեք եթերը։ Շատ կարևոր է այն տարածել եւ ողջունել։ Զրույցի ընթացքում կարող եք կոմենտներ գրել։ Մենք տարածում ենք, որ ընթացքում կսկսենք։ Ինձ ասեք նորմալ երևում է։ Ով միացել է, ողջունում եմ, ով միացել է, տարածեք, խնդրում եմ, շատ կարևոր եթեր է։ Տարածում եմ, այսօր սա շարքային լայվ չէ, դրա համար խնդրում եմ միացեք բոլորդ։ Այսօր զրուցելու ենք շատ կարևոր թեմայի շուրջ, Հայաստանի համար վճռական միգուցե կարևոր թեմայի շուրջ, եւ այսօր ունենում ենք մեր նախաձեռնող խմբի անդամները ելույթ կունենան։ Խնդրում եմ տարածեք, քանակի մարդ ունենանք։ Սա շարքային լայվ չէ, սա on-line հանրահավաք է։ Մարդիկ պետք է հավաքվեն, պետք է ներկա լինեն միջոցառմանը, որ մենք խոսենք կարևոր բաների մասին։ Ողջույն, բարև բոլոր նրանց, ովքեր միանում են։ Տարածեք, տղեկ ջան, տարածեք, ժողովուրդ ջան, Արմինե ջան, դուք էլ տարածեք։ Արդեն 20 դիտող ունենք։ Մի փոքր էլ սպասենք եւ անմիջապես կսկսենք խոսել։ Սա հետո նայելու եթեր չի, որովհետեւ կարող է այն երկար լինի եւ շատ կարեւոր է, որ հիմա մենք հասկանանք, քանի հոգի մարդ է անհանգիստ Հայաստանի իրավիճակով։ Քանի մարդ է հասկանում, որ ինչ-որ մի բան պետք է անել, քանի հոգի մարդ է մեզ անընդհատ օրվա մի քանի, ինչպես ասում է, օրվա ռեժիմով մեզ ասում, բա հետո, իսկ ինչա պետք անել, ոնց կարելի է սենց ապրել այս իրականության մեջ։ Դաժան իրականությունը օրեցօր մեզ տալիս է նոր փորձություններ, ամեն նոր իշխանությունը մի նոր սադրանք է ստեղծում երկրի համար, մի նոր սադրանք է ստեղծում մարդկանց համար, ժողովրդի համար, քաղաքացիների համար եւ մտնելով բոլորիս հոգիներն ու սիրտը վերքը թարմացնում է։ Երբ ենք մենք սրա վերջը տալու եւ ինչպես ենք սրա վերջը տալու, այսօր մենք մեկնարկելու ենք դրա իրագործման սկիզբը։ Մենք դնելու ենք այսօր սկիզբը երկրում բան փոխելու համար։ Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր հիմա նոր միացան, խնդրում եմ տարածեք եթերը, այսօր պետք է այս եթերը նայի շատ մարդ, որովհետև ունենալու ենք բազմազան հյուրեր, այսինքն սկզբից նախաձեռնող անդամներ, այնուհետև պարզվեց, որ նաև կունենանք հյուր եւ ցանկացած դիտորդ այսօր կարող է միանալ եթեր, առաջ երթին հարց տա on-line, կոմենտի միջոցով հարց տվեք, ես հետևելու եմ հարցերին, կպատասխանենք եթերում ձեր հարցերին եւ կարող եք անգամ միանալ ելույթների վերջում, միանալ նաեւ եւ դուք արտահայտվեք on-line ռեժիմով։ Սրանով տարբերվում է այսօրվա ֆորմատը, տարբերվում է նախորդ ձեր իմացած բոլոր ֆորմատներից։ Մենք լայվիստ չենք, մենք բլոգեր չենք, մենք այսօր հարց ենք ուզում լուծել եթերի միջոցով։ Խնդրում եմ տարածեք եթերը, այսօր հարց լուծելու սկիզբ է դրվելու։ Մենք կուսակցություն չենք, որ կանչենք ձեզ բոլորիդ եւ մեր գովքը անենք։ Մենք դաշինք չենք ստեղծում, որ ձեզ խոսանք եւ ընտրությունների չենք կանչում, որ պատմենք ձեզ այն հեքիաթները, որը գուցեև ուզում ենք իրականացնել։ Անշուշտ բոլորդ հասկանում եք, որ ոչ ոք այդ խոստումներից, ոչ ոք այդ խոստացողներից չի հասնելու իշխանություն, որտեղ իշխանությունը ուզուրպացված է եւ չի տրվելու ոչ ոքի։ Եվ շարունակելու է այն, ինչ որ արել է տարիներ շարունակ։
իսկ արել է միայն եւ միայն Հայաստանի թուլացում հանձնում։ Ուստի այսօրվա եթերը վճռական է, նորից եմ ողջունում բոլոր նրանց, ովքեր միացել են, խնդրում եմ տարածել եթերը։ 63 հոգի ունենք դիտող, շնորհակալ եմ բոլորին, կսկսեմ զրույցը։ Ասեմ, որ զրույցը չի լինելու փոքր մասով, այլ ինքը կարա կրկնվի, դրա համար շարունակեք տարածել, որ ընթացքում մարդիկ ովքեր կմիանան, իրանք նորից կարող են տեղեկանալ զրույցի թեմայից։ Եվ այսպես, 22 թվականի սկզբին ստեղծվել է ազգային ժողովի կողմից, ստեղծվել է հանձնաժողով, հանրային պահանջով և օրենքի պահանջով ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է հետաքններ 20 թվականի աղետալի պատերազմի սկիզբը, ընթացքը և աղետալի ավարտը։ Համոզված եմ, որ տարիների ընթացքում դրան գումարվեց որպես հետևանք նաև Արցախի հանձնումը։ Եվ հիմա 25 թվականի սեպտեմբերին այդ հանձնաժողովը պետք է ամփոփեր իր զեկուցեր, թե ինչ հետևանքներ են եղել և ում պատճառով են եղել այդ հետևանքները, ցավոք սրտի իշխանությունը ազգային ժողովը որոշում է չհրապարակել։ Եվ ուստի անձամբ ես հարց եմ տալիս, մենք պատրաստ ենք ապրել այն իշխանության օրոք, որը մեզանից թաքցնում է աղետների պատճառներն ու հետևանքները։ Ես ընդդիմանում եմ դրան։ Եվ առաջի ընդդիմացողներից մեկը նաև այս պահին այս տաղավարում է, ես ուզում եմ հրավիրել Արսեն Ղուկասյանին, ում եղբայրը զոհվել է 20 թվականի պատերազմին, իսկ եղբորորդին այս պահին անհետ կորած է։ Արսեն ջան, միկրոֆոնը փոխանցում եմ քեզ։ Բարի ողջություն եմ ցանկանում բոլոր իրական հայերին, մաքուր եւ ազնիվ հայերին կարևորը։ Ուրեմն ես մի կան ներկայացրեց, ես այս պատերազմի ժամանակ որ կորցրել եմ հարազատ եղբորս, զոհվել է ինքը, եղբորս որդին է, մինչև առեսօր համարվում է անհետ կորած։ Ուրեմն անցած տարվա 25 թվականի դեկտեմբերի 25-ին ես Լույսի ճրակ հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Ղուկասյանից եւ Ճշմարտության իրավունք հասարակական կազմակերպության նախագահ Տատևիկ Սողոյանի կողմից, մեր երկուսի կողմից ստեղծվում է մի հատ դիմում, որ ուղղված է լինում Ալեն Սիմոնյանին, այդ դիմումի տակ նաեւ ստորագրել է 929 հոգի մարդ։ Այսինքն այդ մարդիկ հենց այդ ընթացքում համամիտ են եղել այսին պահանջի հետ։ Մեր պահանջը եղել է հետևյալը. դուք պարտավոր եք ներկայացնել, քանի որ քննիչ հանձնաժողովը արդեն իր զեկույցը պատրաստել է եւ ներկայացրել է ազգային ժողովի լսումներին, ու ազգային ժողովի լսումների ընթացքում դաժե չեն էլ դնում այդ հարցը քննարկման, ուղղակի պրոստը մեջ են անում, դնում են բանը գաղտնիության ռեժիմի տակ ու ուղարկում են արխիվ, մեզի ոչ մի բան չունեն ոչ ասելու, ոչ պատասխանելու։ Ես այս հարցի վերաբերյալ արդեն մի քանի անգամ խոսել եմ եւ իմ էֆիրներով եւ տարբեր տեղեր, որ ես ունեմ դա օրենքով տված իրավունք, օրենքի ուժով տված իրավունք, որ իրանք պետքա հենց մեկը ինձ, ես իմ անունից եմ խոսում եւ նաեւ այն մարդկանց անունից, ովքեր որ իմ այս հարցիս հետ համաձայն են եղել։ Ես ունեմ օրենքով տված իրավունք, տուժողի իրավահաջորդ եմ դատարանով ճանաչված։ Իմ եղբայրը զոհվել է 44 օրյա պատերազմի ժամանակ, եղբորս որդին կորել է 44 օրյա պատերազմի ժամանակ։ Այսինքն ես հենց արդեն օրինական պահանջատեր եմ, բայց ինչ են անում այսօրվա իշխանությունները եւ նաեւ ինչու՞ չեմ էլ կաշկանդվի, որ ասեմ նաեւ ընդդիմություն կոչեցյալները, որ այս մասին
չեն արձագանքում, բան չեն անում, այսինքն այս տարբերակը, որ պետք է արխիվացվեր, գաղտնիացվեր, ուղարկվեր, ցենց էդի բոլորին ձեռնատու տարբերակն է։ Էդի ձեռնատու է իրանց, բայց ոչ մեզ։ Ու ես այդ հարցի վերաբերյալ, քանի որ տեսա մեր պետության հետ նորմալ դիմում գրեցինք, դիմում ուղարկեցինք, դիմում եկավ պատասխանով մերժումով, ես կարծեցի, որ պետքա լայն հասարակությանը, մեր բոլոր հասարակությանը տեղյակ պահենք այս ամեն ինչի մասին եւ հույս ունեի, որ կոչ անեն, որ մարդկանց որ գան այս պահանջին, սա պահանջ է, արդարության, ճշմարտության պահանջ, ուրիշ մենք բան չունենք պահանջելու։ Եկեք մեր այս պահանջին միացեք։ Ու փառք Աստծո, ես շատ ուրախացա ու շատ ոգևորվեցի, որ շատ մարդիկ միացան այդ իմ կոչին։ Եվ մի կան էլ միացավ այդ կոչին, հիմա ստեղ գտնվող մարդիկ էլ են միացել այդ կոչին, բոլորին էլ հետաքրքրում է ինչա տեղի ունեցեք 44 օրյայի ընթացքում, ովքեր են մեղավորները, պետք է ամենախստագույնս բանանեն պատժվեն այդ մեղավորները, քանի որ այդ նրանց մեղավորությունը դա հենց դավաճանությունն է, որը որ տեղի ունեցեք 44 օրյա պատերազմի ընթացքում, բոլոր կողմերից դավաճանված են ելել, եւ իմ նպատակը այսօր կայանում է նրանում, որ պետքա դավաճաններին մինչև անգամ եթե պետք լինի օրենսդրության մեջ փոփոխություն մտցնեն, նաև մտցնեն, որ այդ դավաճաններին լինի միակ պատիժը դա մահապատիժը, դավաճանին այլ պատիժ պետք է։ Խիրա պետք իրանց այտենց պատժել, որովհետև դավաճանությունը շատ է շատացել մեր ազգի մեջ, ժողովուրդ ջան, շատ է շատացել, մարդիկ արդեն փողով, գումարով ամեն ինչին դավաճանում են, բոլոր սրբությունները դավաճանում են, որը անթույլատրելի է։ Դավաճանությունը պետք է պատժվի անպայման, քանի որ եթե չի պատժվում, ինքը դրանից ավելի գայթակղվում է, ավելի շատանում է, երբ որ տենում են մարդիկ, որ դավաճանը դավաճանեց ու դրանից հետո ոչ թե պատժվեց, այլ խրախուսվեց, բարձր պաշտոն ստացավ կամ մի հատ լավ եսիմինչ, ասում են դե հենա խիչը դավաճանենք, որ ուրեմն սաղից էլ կարելի է դավաճանել, ու տենց էդի շատանում է, ու հենց այդ դրա հետևանքն ենք մենք այսօր խաղում, հավատացեք, այսօրվա մեր վիճակը, մեր այս ազգի ծայրաշճան վատ վիճակը հենց կայանում առաջինը նրանում, որ մեր մեջ շատ են շատացել հենց այդ դավաճանները։ Հիմա մեր պահանջը հետևյալումն է, պետք է հանրայնացնեն ամբողջ պատերազմի այդ զեկույցը, առանց բացառության, առանց ինչ-որ կետերի, որովհետև այս ամեն ինչը ասեցի, սկսվել է դե անցած տարվա դեկտեմբերի վերջից ու այս արանքում տարբեր մարդիկ արտահայտվել են, տարբեր մարդիկ խոսել են, ընդ որում տեսել են, որ ազգային ժողովի ԿՊ-ական բանը դեպուտատը Վահագն Ալեքսանյան ինքը բերեք պարոն Քոչարյան հանրայնացնենք թույլատրելի մասը, այլս ինչ եմ ասում, այտենց չի, բոլորը պետք է, բոլորը առանց տարբերության, այնտեղ թե տեսան բանը թույլատրելին որն է, կարելին որն է, սաղ ամբողջությամբ պետք է հրապարակեք, ամբողջությամբ։ Իմ պահանջը այդքանով կարամ սենց սահմանափակեմ, ասեցի, սա իմ ասելիքը ասեցի, բոլորդ լսել եք, քանի անգամ եմ ասել, ոչ մի բան չի փոխվել։ Մեր պահանջը կայանում է ճշմարտության եւ արդարության մեջ։ Ու կարծում եմ սրանից հետո մի անգամ էլ եմ ասել, մի հատ էլ եմ ասում, այն քաղաքական ուժերը, այն հասարակական ուժերը, ովքեր որ այս պահանջի հետ համամիտ են, դե թող իրանք էլ միանան այս պահանջին ու տեսնանք, թե մեզնից մաքուրն ով է, արդարն ով է, ով չմիացավ, ասել եմ հրապարակային ձևով, կրկնում եմ, ով չմիացավ, ինքը իմ համար դավաճան է, քանի որ եթե չի միանում, ինքը ուրեմն վախենում է, որ տակից դուրս կգան այնքան բաներ, որ իրանք էլ լավ կտուժեն։ Դե եթե վախենում եք, այսօր սսկվել նստել եք տեղներդ, հարց չկա, սսկված նստեք տեղներդ։ Մեկը մենք մեր անելու ենք, մենք մերը ստանալու ենք։ Ես որպես պահանջատեր մինչև իմ վերջի շունչը պահանջելու եմ ու ստանալու եմ, ու ոչ մեկ դրանում չկասկածի։ Շնորհակալություն
որ նայեցիք, ես հիմա խոսքը փոխանցեմ նորից Միկային, որ Միկան ներկայացնի մեր հաջորդ մասնակցին։ Շնորհակալություն Արսեն ջան, շնորհակալություն ժողովուրդ ջան, ողջունում եմ նրանց, ովքեր նոր են միացել։ Ես Միքայելն եմ Մարգարյան, այսօր քննարկում ենք այն կարևոր գործը, որ այսօր մեզանից գաղտնի են պահում բոլոր հանգամանքները, որոնք եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո եւ որոնք բերել են մեր ժողովրդին եւ մեր երկիրը մեծ հսկայական կորուստների, պատերազմի պարտության եւ Արցախի կորուստին։ Ըստ այդմ Արսենը ամփոփեց այն պահանջը, որ ունեն այսօր անհետ կորածների ծնողները։ Նրանց մեծ հույսն է, որ հանձնաժողովը ճանապարհ կբացի փնտրման իրենց զավակներին ու հարազատներին։ Մենք եթե այսքան ժամանակ անհետ կորածների ծնողները պայքարել են այս հարցով միայնակ, ցավոք սրտի մենք ականատես ենք եղել ոնց են զոհված մեր հերոսների ծնողներին, թե ինչ են անում եռաբլուրում։ Տեսել ենք եւ այսօր հաշտ ենք դրա հետ։ Ոչ իհարկե հաշտ չենք, մենք պիտի սատար կանգնենք այս մարդկանց եւ դնենք սեփական պահանջները։ Արցախի կորուստի հսկայական պահանջ կա։ Ով է տվել հանձնել թշնամուն Արցախը։ Ով է հանձնել արցախցիների հայրենիքը։ Հրավիրում եմ Անաստաս Իսրայելյան, ինքը կներկայանա։ Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Ես այսօր այս նախաձեռնության, այս անհրաժեշտության կարևորացնելը, որ այսօր է պետք դրա մասին խոսել, այսօր է պետք բացի խոսելուց ի գործ մենք սկսենք որպես պահանջատեր բոլոր այդ կարևոր հարցի պատասխանները ունենալու համար, ես տվել եմ իմ համաձայնությունը մասնակցելու, իմ համաձայնությունը ներգրավվածությամբ այս կարևոր հարցերի բացահայտման համար։ Երկար ժամանակ գիտեք, ներկայիշխանության կողմից եղել է այդ կազմակերպած այդ նախաձեռնությունը, ազգային ժողովի կողմից այդ նախաձեռնությունը ձևակերպումը, որ ժամանակի ընթացքում տան բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանները։ Թե պատերազմի ինչի պատճառով է պարտությունները, ինչի պատճառով է պատերազմը սկսել, դրանից ինչի պատճառով է պարտություն կրել, պարտության պատճառները, դավաճանների ամենակարևորը, համար 1 դավաճաններ սրիկաների պատասխանատվության ենթարկելը։ Ու այդ ժամանակվա ընթացքում մենք տեսնում ենք, որ բոլորը սուտ է։ Այդ ժամանակվա ընթացքում ով տեսնում ենք, որ սրանց իրենց նմանատիպ հայի կերպարով այդ մանիպուլյացիոնող սուտ խոստումներ տվող ներկայացուցիչներ այսօր պատասխանատու անձեր են իշխանության գլխում նստած։ Այս բոլոր այս պարտությունները հենց գալիս է անպատասխանատվությունից, անպիտանի լինելուց, ղեկավարների մասին է խոսքը գնում, անկազմակերպ լինելուց։ Ու դրա հիման վրա էլ մեծ կասկածանքներ է տալիս, որ պատերազմի պարտությունն հենց եղել է նմանատիպ մարդկանց անկարողությունից կամ իրենց ոչ, որ ասում եմ, թե մասնագիտությամբ, թե հայի տեսակ լինելու, թե տղայի տեսակ լինելու բոլոր այդ իրադարձությունների, այդ մեղքերի, որ ասում եմ, վերջում էլ դրա շարունակական արդյունքներն կամ դաժան էս ճակատագիրը, որ մենք այսօր ունենք, հայաթափված Արցախ, թշնամու ձեռքում գտնվող հանձնած, վաճառած Արցախը, որ դրա պատասխաններ այսօր էլ չունենք։ Կոնկրետ դիմում եմ ներկայ իշխանության ղեկավարությանը, կոնկրետ դիմում եմ այդ կազմակերպոց, այդ հանձնախմբի ղեկավար ներկայացուցիչներին։ Եկել է մի հատ ժամանակը հասունացել, որ բոլորդ մեկպես ինչ խոսք տվել եք, պիտի դուրս գաք հանրային պատասխանները տակ։ Ով է մեղավորը, ով է քերեն պարտության, այդ պարտության տարող այդ ձեր այդ ընթացքում, այդ բոլոր այդ քննարկումների ընթացքում ինչ պարզություն, ինչ եք պարզել, որ այսօրվա իրավիճակում էլ դուք հաշվի առնելով, որ ժամանակ անցել է,
այդ փաստաթղթերը կամ այդ բանը գցել եք ինչ որ արխիվ կամ հետո հետաձգում եք կամ հետագայում ինչ որ չէ մենք այսօր ենք ուզում մենք այսօր ենք պահանջելու մենք այդ պատասխաններով պիտի գնանք ընտրություններին առաջի հերթին որպես ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես միջև այդ պատասխանները չստանամ որ իմանանք վաղը ում ենք ընտրում իրոք նույն նիգադյայներին պիտի ընտրվեն ու իրոք պիտի արժանապատիվ մարդիկ ընտրվեն այս սա է խնդիրը այսօր մենք այսօր պիտի այդ ուղղության վրա աշխատանքներ տանենք մենք այսօր պահանջատեր ենք որ պահանջատեր չլինեինք որ պահանջատեր լինեինք միջև վերջ մենք այսօր այս իրավիճակում ականատես լինելով ինչ աղետները ինչեր է սպասում մեր Հայաստանի վաղվա ապագայի վաղվա վտանգների հետ կախված մենք ընդհանրապես չենք ունենա տենց հարցեր Արցախի կործանումը բոլորիս համար դա ցավալի օրինակ է ամբողջ հայության համար դա ցավալի օրինակ է այսօր մենք չպիտի թույլ տանք որ այդ հարցը փակվի այսօր մենք չպիտի թույլ տանք որ արցախցիների մեջ այդ հույսն ու հավատը բանանի կործանվի հետ վերադարձի հետ կապած ոչ մեկը իրավունք չունի մարդ ամեն մի մարդ որտեղ ծնվել է որտեղ իրեն պապերը իրեն անցյալը ունեն հազարամյա տարիներ պատմություն այդ բնորանու այդ մարդիկ մենակ իրավունք ունեն որոշելու այդ հողի այդ տարածքի ճակատագիրը կարող է այսօր մենք ինչ որ ժամանակահատվածում նման իրավիճակում հայտնվելուց մեզ տարել են պարտության բայց դա չի նշանակում որ ազգն է պարտվել դա ղեկավարությունն է պարտվել եթե ես հայ լինելով ես չեմ համաձայնում այդ պարտության հետ Եթե ես հայ ազգի ներկայացուցիչ լինելով բոլոր այն զոհված տղորց գերեզմանին գնում եմ խոնարհվում, իմ խոնարհունքս կլինի մի հատ փոշի, եթե դե այս այդ տղորց գործը չշարունակենք։ Եթե մենք իրենց արած հերոսությունը մենք վար չպահենք, բայց հերոսությունը որ հողում է եղել, Արցախում է չէ եղել, ուրեմն Արցախի հարցը չպիտի փակվի, ուրեմն դրա շարունակությունը պիտի ունենա, դա մեր ազգի արժանապատվության հետ կապված է, ամեն ինչը, ամեն մարդու հայ էության հետ դա բոլորը կապված է։ Ինչի համար եմ ես քան մանրամասնորեն խոսում, ոչ թե ինչ որ մեր ազգի մեր ժողովրդի մեջ արտնացնեմ ինչ որ նոր զգացմունքներ կամ ժողովուրդ հայ պատկանելությունը, ազգային պատկանելությունը, կրոնական պատկանելությունը այսօր վտանգի տակ է արդեն։ Արցախի կործանումից հետո մենք եկել ենք այդպես լուրջ վտանգների առաջ։ Ու այս նախաձեռնությունը այդ բանի հետ, այդ հանձնաժողովի հետ կազմած կարևորությունը հենց դրա մեջ է։ Հենց սա հարցերի պատասխանները դեղից պիտի ստանանք, որ հետագա ապագան կամ հետագա որոշումները ամեն մեկս որպես հայ կարողանանք ճիշտ ձևակերպել կամ ճիշտ ամեն մեկս որոշումներ կայացնենք։ Ինչ ենք անում, ինչ ուղղության վրա ենք անում, ինչ սխալների ամենակարևորն էր անպատիժ լինելու այս իրավիճակում առիթավորվելու են բոլոր այս սրիկաները ու կրկնապատկվելու են նմանատիպ, որ ասում է, բաներ, աղետներ մեր ազգի գլխին։ Այդ դրա մենք դրա հետևից ենք գնում։ Ուզում ենք իմանանք պատճառները, ովքեր են մեղավորները, ինչի հիման վրա է եղել պարտությունները, ինչի հիման վրա է եղել Հադրութի հանձնումը, ինչի հիման վրա է եղել Շուշվա հանձնումը, ինչի հիման վրա է եղել բոլոր տարածքներում, որտեղ որ զինվորի հետ խոսում ես, ասում է մենք չենք պարտվել, մենք չենք ուզում կաղնեցնենք, բայց ստիպել են նահանջել, բայց ստիպել են հանձնվել, բայց ստիպել են այդ դա է, այդ ճշմարտության հետևից ենք մենք գնում։ Ու բոլորդ էլ կոչ եմ անում լինեք համախմբած գոնե այս նմանատիպ հարցերի հետ կապված կապ չունի ով ինչ պատկանելիություն ունի ինչ շրջանակներում ինչ շրջապատում ինչ մարդկանց հետ բոլորիս համար այս հարցը պիտի լինի առաջնային այս հարցի առաջնային լինելով առաջի հերթին մենք ձևակերպելու ենք մի հատ համերաշխ հանրություն հարթակ այդ հարթակի այս հարցի շուրջը կարևորացնելով լա գոնե են զոհված ժողովրդին ծնողներն այդ հերոսների ծնողները որ տեսնեն որ իրենք մենակ չեն անհետ կորածների ծնողները մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք տարբեր դռներ են ծեծում դա ես չեմ հասկանում կարողա մենք էլ պիտի մեր ասма կորցրած ունենենք որ մենք էլ գնանք այդ դռները ծեծենք ամոթ չի մեզ որպես ազգ որպես ժողովուրդ բայց երեխեքի ինչ բանում են հանգամանքում են իրենք անհետ կորել Բա որ այսօր ասում ենք հանուն այդ տղորցը բանով ենք մենք այսօր ձերք բերել այդ ներկայաշխանության մասին այդ կեղծ թեզերի մասին եմ խոսում այսօր էլ տեսնում եք ականատեսեք ինչ շրջապատում արդեն վիրավորում են զոհված երեխու զոհված հերոսի երեխուն են վիրավորում արդեն այդ արժեքները արդեն ոտնահարում են ամեն ձևի Ժողովուրդ ուշներդ գլուխներդ հավաքեք։ Ես որպես նորից եմ ասում Արցախահայ, որպես կորցրած իմ տունն ու տեղս
Այս նմանատիպ process-ների մեջ ես միշտ առաջնագծում եմ ելնելու։ Իմ կողմից էլ ամեն ինչ կապված, ամեն ինչ, որ ասում եմ, ամեն ինչ անելու եմ հանուն արժանապատվության, հանուն իմ հայ լինելու համար։ Ես ուզում եմ իմ պատիվս, իմ թասիվս, իմ երեսս միշտ բաց պայծառ լինի։ Ուրիշ ձևի մենք չենք կարելու գոյատևենք, ուրիշ ձևի մենք ոչ մի հարցի պատասխան չենք ճարելու։ Սա շատ դժվար ծանր պատմական ճակատագրական ժամանակներ է, որտեղ պահանջում է ամեն մարդու ներգրավվածությունը, ամեն մարդու մասնակցությունը։ Դրա համար այդ մասնակցության, այդ process-ների մեջ, որ ասում եմ, բան լինելու, ստեղ են ասում եք, ինչա ինչոցա, կազմակերպում ենք կարևոր հարցերի շուրջ բարձրաձայնելով, այդ հարցերն է սրանց ցավալի տեղն է։ Այդ հարցերը, որ մենք բարձրացնում ենք, սրանց ցավալի տեղն է, բայց մեր արժանապատվության հետ կապված հարց է։ Դրա համար եմ բոլորիդ կոչ եմ անում, բոլորիդ հորդորում եմ, անտարբեր չլինեք, այս մոտակա ժամանակները ձևակերպումները արդեն ոչ թե խոսքեր բառեր ալնելու, այլ ի գործ։ Դրանից ասնելու ենք արդեն գործնական պահանջներով է, ամեն ինչով է։ Այն մարդիկ, որ ինձ միշտ դիմում են, այն մարդիկ, որ ինձ միշտ տարբեր բաներով խոսում են, խնդրում են, առաջարկում են, եկեք մի բան անենք, եկենք հելնենք, եկենք բողոքենք, եկեք գոնե որպես ազգ, եկեք մենք դրսևորենք մեզ։ Սաղ աշխարհը մեզ է նայում, սաղ աշխարհը մեզ է նայում։ Սրանք մի բան են ասում, հանրությունը լռած է, սա ասում է, դե եթե լռել եք, ուրեմն համաձայն եք, մնացածն էլ ասում են, դե գնաք այս ազգի համար ինչ պայքարեք, եթե այս ազգը իր տեղը իր համար չի պայքարում։ Դրա համար ամեն ինչ մեզանից է կախված։ Մենք պիտի նորից էլ ասում այդ բանը վերածննդի է, զարթունքի բոլոր այդ բաները, ես էլ դրանցից մեկն եմ եկել եմ այսօր ստեղ կայնել բոլորիդ առաջ, ասում եմ, ես պատրաստ եմ։ Առաջարկում եմ, ինչ կա չկա, մտահոգողներ, կոչանողներին կոչ եմ անում, որ առավոտից իրիկուն Facebook-ներում կոչ եք անում, ձեզ էլ եմ կոչ անում։ Եկել է ժամանակը, եկեք միասին քննարկելով, խոսելով, այս կարևոր հարցի բացահայտումը անենք։ Սրա այս հարցերի պատասխանները մենք ստանալով ահագին բաների բան ենք անելու, որ ասում եմ, տեսնելու ենք ինչ իրական պատճառը, բայց եթե այսքան ժամանակ չեմ բացահայտել, եթե այսքան ժամանակ այս ձգձգվել է, ես ձեզ վստահեցնում եմ, կա շատ լուրջ բաներ, խնդիրներ, կա շատ լուրջ հարցեր, որտեղ իրական դավաճանները անուն առանուն կամ էլ որ ասում է պատիժ գալու է ժամանակ որ պիտի պատիժ գրեն։ Դրա համար հանրային ճնշումապետ, հանրային ձայնով, ոչ թե ինչ որ տեղերից ուղղորդվող կամ էլ ինչ որ նախընտրական քարոզարշավը, սա դրանց հետ ընդհանրապես կապ չունի։ Իմ առաջնային այսօրվա հարցը այս հարցերն է։ Արցախի ժողովրդի իրավունքների հետ բռնած այս նախաձեռնությանը, որ բոլորը փոխկապակցված են իրար հետ։ Պատճառները իմանալով քայլ առ քայլ մենք գնալու ենք մնացած հարցերի առաջ։ Բայց հանրային արձագանք, հանրային ժողովրդի կողմից պիտի լինի այդ պահանջը։ Պահանջատեր պիտի լինենք մենք, ուրիշ ոչ մեկը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Անաստաս ջան։ Արցախցիներ, այսօր ձեզ այս ճիվաղը բոլորիդ անվանեց փախած, թե ով է փախել պատերազմի ժամանակ, ով է փախել Արցախից, այս հարցերի պատասխանը այն 100 հոգին, որ այս պահին նայում է, իրանք գիտեն։ Ես ձեզ խնդրում եմ, տարածեք սա, առանձին մեսենջերներով ձեր բոլոր ծանոթներին ուղարկեք, որտեղ այսօր հնչելու են լուծման պատասխանները։ Սա դեռ իրազեկումն է, թե մենք պետք է իմանանք ով է փախել, արդյոք արցախցին է փախել, թե թուրքն է փախել, ապրելով Արցախում գուցեև, ապրելով Հայաստանում, ապրելով Երևանում, այս պահին գտնվելով կառավարության շենքում թուրքերն են փախել եւ փախնելուց էլ տարել են ու հանձնել են մեր երկիրը թշնամուն։ Ես եղել եմ պատերազմի վայրում, ես տեսել եմ ոնց են հրամանով դատարկել Հադրութը, ես ուզում եմ իմանալ, որ ճիվաղի, որ սրիկայի հրամանով է Հադրութը հանձնվել թշնամուն։ Ես եղել եմ Շուշիի մոտակայքում, ես վստահ եմ, որ Շուշին հանձնվել է, ես ուզում եմ իմանամ ով է հանձնել Շուշին։ Խնդրում եմ տարածեք այս եթերը, որ այս եթերի հեսա շուտով կհայտարարենք, թե ինչ քայլեր ենք առաջարկում բոլորիդ։ Մարդիկ գրում են, մենք միանում ենք, ես ուզում եմ ձեզ բոլորիդ այսօր, մենք ուզում ենք բոլորիդ այսօր իրազեկել, թե ինչը պետք անել եւ ոնց միանալ։ Հրավիրում եմ պատերազմի մասնակից, բոլոր արցախյան պատերազմների մասնակից Գևորգ Գևորգյանին։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Գիտեք, բոլորս Արցախյան այս 44 օրյայի ժամանակ բոլորը գրում էին
մենք զինվորի կողքին ենք։ Հետո գրում էին մենք Արցախն ենք, յուրաքանչյուրը գրում էր մենք Արցախն ենք։ Տենց Facebook-ներում ստատուսներ էին անում եւ այլ եւ այլ։ Մոռացանք, զինվորներին մոռացանք, մնացածին մոռացանք։ Տեսեք այսօրվա կամակատարը ուղիղ բացել էր իր դեմքը։ Արցախից ստեղ ապրող հայ կնոջը երեխայի մոտ նույնիսկ են բարոյական, ոնց ասեմ, հայ տղամարդու որևիցե նշույլ չունենալով հանդերձ վերանայոչու ձախ բացել էր ու վրա էր տվել, որովհետև ինքը վարչապետ է իբր։ Ինքը պատասխանատու չի, իբր պատասխանատու է Հայաստանի Հանրապետության, շատ էր սիրտը իրա նեղվել, որ Հայաստանի Հանրապետության քարտեզը դոշին իբր իրա գծած քարտեզը, այսինքն Թուրքի գծած քարտեզը իրա դոշին կպցրածը չեն վերցնում արցախցիները, որտեղ ասում են ընկեր, դու ասում ես պատասխանատու ես, դու ասում ես գերագույն գլխավոր հրամանատարն ես ու քեզ որ ասում ենք դու հրամանատար չես, արա։ Ասում ես չէ, ես հրամանատար եմ, ոչ մեկ չկասկածի։ Ասում էր ես մեղավոր չեմ, հաղթելու ենք։ Մենք էլի կհաղթենք, արա, քեզ էլ ենք հաղթելու։ Այո։ Անայն չի որ դուք կաք, դուք չկաք, դուք ընդհանրապես չկաք, դուք ոչ մեկը չկաք։ Բայց իմ ժողովուրդ, դուք ինչ եք անում։ Բոլորը այսօր գնում են ընտրությունների։ Ում հետ եք գնում ընտրությունների։ Ինչ եք ուզում ընտրեք։ Այս քնիչ հանձնաժողովի զեկույցը, անայն չի որ ինձ համար մի եսին ինչ պետք է բացահայտ, ինձ համար արդեն պարզ է, վաղուց է պարզ։ Նիկոլն էլ է հետևանք, կերած գալատներն էլ է, Նիկոլը օթից չի ընկել։ Բայց պատասխանատուն վերջի վերջով Նիկոլն է։ Դու ստորագրեցիր։ Դու ես ստորագրել։ Դու ես ասում հաղթելու ենք։ Դուք եք պատասխանատու։ Եթե չէ, բա այդքան զինվորականներ, այդքան պատերազմի մասնակիցներ, այդքան տարբեր տեսակի մարդիկ խոսել են, ինչ եղավ, ինչի չեք հրապարակում։ Ասում եք, մարդիկ կան ասում են, իշխանությունը փոխվելուց հետո մենք կհրապարակենք, ժողովուրդ հիմա հրապարակեք։ Հիմա հրապարակեք, հասկանանք ովքեր են հիմա նորից գնում ընտրությունների, ովքեր են ուզում ընտրություններին մասնակցում են, ովքեր են ուզում գան իշխանության։ Թե ընդհանրապես մանդատի կռիվ է գնում, թե համակարգային փոփոխություն պետք է լինի, Նիկոլին արմատախիլ անելու, էսի համակարգային փոփոխության նման է, թե մանդատների փոփոխություն է։ Դուք հասկանում եք ինչ եք անում։ Դուք խոսում եք այդ քարտեզն էլ, այդ էլ նմուշ եք, հա, երևի կպցրել, որ էս էլ է հեսա գնալու, հա, այդ էլ չի մնալու։ Արարատ լեռից հրաժարվում եք, ինչն եք հրաժարվում, մեր հազարավոր, միլիոնավոր մազապուր ծեղած մեր հայությունից, սփյուռք հայությունից, հա, 10 մարզ Հայաստաններ, 11-ը Արցախներ, 12-ն էլ մեր սփյուռքներ։ Հրաժարվում ենք, հա, բոլորից։ Հայաստանը պահելով ինքնիշխան իբր, հա, Թուրքի լծի տակ, թուրքական վիլայետ սարքելով Հայաստանը սարքում ենք անկախ, ինքնիշխան, որ բրոշկեն կպցրած են, բրոշկեն է, հետի վերջի բրոշկեն է, նամուշա։ Ժողովուրդ ջան, գիտեք, արդարություն պահանջելու համար մենք բոլորով իրար հետ պետք է պահանջենք։ Այստեղ քաղաքական որևիցե հիմա ոչ դիվիդենդ կա, ոչ քաղաքական ինչ-որ մենք նպատակներ ունենք, մենք պրոստը ուզում ենք իրականում արդարություն հասկանանք, վերջը այս ընտրություններին է, որ սենց բոբիկցել են, սաղ թևերները քշտել են, մասնակցում են ինչ-որ, ինչ ասես ասում են, Նիկոլը այնտեղ առաջարկներ անում, այնտեղ ասում, նայ թոշակը բարձրացրել ենք 10,000, նայ 15,000 դեղին էիր տալի, չէ, 10,000 է որ քարտով ես վճարում, դառավ 35, կարանք ասենք 35,000 բարձրացել է թոշակներդ, հա, հա, շատ լավ է, ցենտրա, քանի միլիարդների դեմ եք երկիր վաճառում կամ մնացած արա,
Ոնց է այս կյանքերը ոնց է կարա դուք вообще այսքան քանի հազարավոր կյանքեր առաջ, երբ որ քայլում ենք մենք փողոցով, մեր կրծքին շղշղկացող մեդալների ձեններ։ Հիմա կաստիլներով ոտեն ու ձեռները կորցրած մեր երիտասարդների շղշղկոցնա կաստիլների։ Լավ եք սաղը զգում մորա, ժողովուրդ, այս ինչ եք անում։ Ում հետ եք գնում։ 21 թվին, որ ես չգնացի խորհրդարան, որովհետև ասում են ընկեր, Նիկոլի մոտ ես ընդդիմություն չեմ աշխատելու։ Իբր կարճաժամկետ էր դա։ Անցավ էս 5 տարին էլ անցավ։ Հիմա թազա են գնում ընտրությունների։ Ում հետ են գնում։ Ասում էի լեգիտիմացնում եք, արա Նիկոլին։ Ոնց կարելի է մարդուն, որ ասում ենք դավաճան, թշնամի, թուրք, ոնց է գնում ընտրությունների։ Հիմա նորից են գնում։ Մենք ուզում ենք մեզ աշխարհը հարգի։ Մենք մեր դավաճաններին, մեզ Թուրքի առաջ ծնկի իջացնողներին, որ հավիզ են դրել, որ մեզ ծնկի իջացնեն, դրանց մենք չենք կարողանում պատժենք։ Մենք ուզում ենք դրսից մեկը գա պատժի, մենք էլ ասենք մենք ձիգ ենք, հա։ Պինդ ենք, հա։ Ինչն ենք ձիգ։ Եթե մենք մերոնց չենք կարողանում պատժենք, մենք մեր արդարության պայքարը չենք կարող տանենք, մենք չենք կարող հաղթենք, մեզ ոչ մեկ չի հարգելու։ Հիշեք։ Ժողովուրդ ջան, ցավները տանեմ, խույրեր եղբայրներ ջան, յուրաքանչյուրիս տունը մտել է պատերազմը։ Նիկոլն ասում է, ես խնդիր չունեմ Պուտինի հետ, խնդիր չունեմ Ռուսաստանի վարչակազմի հետ, շատ լավ հարաբերություններ ունեմ, ուղիղ ասում է, ես կուրս չեմ փոխում, մանտեղ կապ չունի, դի փոխումա չի փոխում, ինչ ուզում անի։ Բայց այդ Նիկոլի կողքի այդ ինչ են սա անդիմադիրներին ասում սապոգ լիզող ռուսի եսին ինչ, հենց ձեր Նիկոլն է ասում, բան չեմ փոխում։ Ոչ մեկից ոչ մի կուրս չեմ փոխում, ոչ մեկից ոչ մի կուրս չենք փոխում, սաղի մոտ կզացման են գալի, Ալիևի մոտ կզում ենք, բանի այդ Էրդողանի գիրքը դոշերներից խփած ման են գալիս, մենք մեր երեխեքի, մեր երկրի, մեր երկրորդ հանրապետության, մեր ոչ մի բանի համար սպրոս ոչ մեկից չունենք։ Հիմա էլ սիրուն գնում ենք ընտրությունների, այն էլ է խոստումներ տալի, անդիմադիր ուժերներն էլ են խոստում տալի ինչ դժվար բանավոր։ Ժողովուրդ ոտքի ելեք տեսնենք հələ այս ինչ են արել մեր երկրի հետ ու ընդհանրապես ովքեր են մեղավոր։ Նիկոլ ասում ես մեղավոր են նախկիններն են հանձնել, հրապարակեք, արա։ Հրապարակեք տենենք նախկիններն ինչ են արել, դու ինչ ես արել, մյուսը ինչ արել, вообще ովքեր եք ինչ եք անում։ Ժողովուրդ ոտքի կանգնեք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան։ Ժողովուրդ ջան, այս ամենը նրա համար է, որ մենք բոլորս համախմբվենք եւ պահանջենք տվյալ զեկույցի բացահայտումը, հանրայնացումը։ Այ հիմա գործնականով եկեք հասկանանք։ Սա ընդհանրապես ճառեր չի։ Սա ուղերձ էր, որը պիտի մտնի ուղեղներս, պիտի մտնի սրտներս եւ բռունցք դառնա, որովհետեւ բռունցքով այլևս մենք պիտի գնանք պահանջելու։ Ինչու բռունցքով։ Մենք քաղաքակիրթ մարդիկ ենք։ Նոր մարդիկ եք ուզում, նոր մարդիկ են հիմա ասպարեզում։ Եվ նոր մարդիկ մտածել են, որ կա նաև իրավական ճանապարհ։ Իրավական ճանապարհով դիմել ենք ազգային ժողով, խնդրելով, դե կներեք հիմա այս ամեն ինչից, տվեք մեզ զեկույցը, պահանջելով, որովհետև հասկանալի է, որ պարտավոր է տալ զեկույցը, եւ այսուհետ դիմելու ենք բռունցքի։ Իսկ թե ինչ իրավական ճանապարհով ենք անցել եւ ինչ է մեզ սպասում, կներկայացնի մեր իրավաբան Բաղդասարյան Հարութը։ Դիմավորեք Հարություն։ Շնորհակալություն, ժողովուրդ ողջույն։ Ուրեմն Մարգարետ Միքայելը արդեն ներկայացրեց, որ դիմել ենք ազգային ժողով եւ ստացել ենք ազգային ժողովի որոշակի պատասխան։ Նախ
Ազգային ժողով դիմելու խնդիրը հետևյալն է եղել, որ 2022 թվականի փետրվարին ձևավորվել է հանձնաժողով 20 թվականի սեպտեմբերի 27-ին սահմանադրված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողով։ Եվ այդ հանձնաժողովը ձևավորվել է սահմանադրության 108 հոդվածի եւ ազգային ժողով կանոնակարգ սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի հիմունքներով։ Այն է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու եւ դրանք ազգային ժողով ներկայացնելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվում է հանձնաժողով։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդը իր իրավունքը ներկայացրել է ազգային ժողով եւ այդ իրավունքի ուժով ձևավորվել է հանձնաժողով։ Մեզ պատասխանել են, որ հանձնաժողովի զեկույցը չի համարվում որպես այդպիսին զեկույց եւ այն փաթեթավորվել եւ ուղարկվել է արխիվ։ Հիմա հարցը հետեւյալն է. այդ դեպքում ինչ է արել այդ հանձնաժողովը 3 տարի, պետական ինչ միջոցներ է վատնել եւ արդյոք այստեղ քրեական օրենքով նախատեսված հանցակազմ չկա։ Ես դիմել եմ դատախազություն եւ խնդրել եմ պարզելու, որ իրականում այստեղ տեղի է ունեցել վատնում, այն է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածով դրույթ վստահված գույք հափշտակել եւ 441-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն չարաշահելը կամ լիազորություններ անցնելը։ Եթե իշխանական այն մարմինը, որը պետք է այդ ամբողջը հրապարակել, որովհետեւ ինքը զեկույցը պարտադիր է այն պարզ պատճառով, որ հանրությունը իրավունք ունի իրազեկված լինելու եւ որպես իշխանության կրող նա պետք է կարողանա իմանալ, թե իր երկրի հետ ինչ է տեղի ունեցել։ Իդեպ ասեմ, որ ցանկացած դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքը տրվել է օտարին։ Ինչ ճանապարհով ես հույս ունեի, որ համենայն դեպս հանձնաժողովը այդ ամբողջի հարցերը կբացահայտել։ Ուշադրություն դարձրեք մի հանգամանքի վրա, որ 2021 թվականի սեպտեմբերին ազգային ժողովը ընդունել է կառավարության ծրագիրը եւ կառավարությանը հանձնարարվել ճիշտ կառավարության ծրագիրը հաստատել է, որտեղ նմանատիպ դրույթներ կան, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինքը սատար է կանգնում Արցախի ժողովրդի անվտանգության, Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային կրոնական ժառանգության պահպանումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Արցախի եւ Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել պաշտպանության բանակը։ Դրանք այն դրույթներն են, որը օրենքի ուժով տրված է կառավարության եւ կառավարությունը պարտավոր է այդ ամբողջը անել։ Այնինչ այսօր անում է կառավարությունը, դա սահմանադրության, օրենքի եւ քրեական օրենսգրքով նախատեսված խախտում է եւ այս առումով մենք գտնում ենք, որ պետք է պատասխանատվության կանչեն։ Ինչ ենք անում։ Դիմել ենք դատախազություն, քննչական մարմինները պատասխանել են, որ այստեղ հանցակաց չկա։ Մենք գտնում ենք, որ հանցակաց կա եւ օրենքով սահմանված կարգով բողոքը գնալու է դատախազություն, հետո Հայաստանի Հանրապետության դատարաններ։ Մեր ակնկալիքը սիրելի ժողովուրդ, որ մեր հարցը բացի նրանից, որ բարձրացնելու ենք, մենք ակնկալում ենք նաեւ ձեր անմիջական մասնակցությունը մեր երկրի տարածքները թշնամուն հանձնելու պատճառները ուսումնասիրելու եւ հաջորդ անգամ հետագայում նման քայլեր թույլ չտալը, որպեսզի պատասխանատվության կանչվեն բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս ամբողջի մեջ։ Մեզ չի բավարարում լինել միայն թիվ 1 պատասխանատուն։ Մենք ուզում ենք անպայման իմանալ, ովքեր են այդ բոլոր գործողությունների մեղավորը, ինչու մեր հայրենիքը, ինչու մեր Արցախը հանձնվեց թշնամուն։ Իդեպ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները
երթվել են պահպանել Հայաստանի սահմանադրությունը։ Հայաստանի սահմանադրության մեջ ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հռչակագիրը, իսկ հռչակագրում ընդգրկված է հայկական ՍՍ եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի համատեղ որոշումը։ Այսինքն նա կառավարության այն անդամը, ով երթվել է սահմանադրության վրա, նա պարտավոր է ճանաչել Արցախը որպես Հայաստանի մաս։ Այն, ով որ չի ճանաչում, նա կատարում է հանցագործություն։ Իսկ Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն իշխանության յուրացումը համարվում է հանցագործություն։ Մենք պայքարելու ենք բոլոր թույլ տրված խախտումները վերականգնելու եւ հանցագործներին պատասխանատվության կանչելու համար։ Առողջ եղեք, մենք մեր շարժումը սկսել ենք, մենք գնալու ենք հաղթական ճանապարհով։ Հաղթանակը մոտ է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Բադասարյան։ Հնչեց կարևոր մասը, սա շարժում է։ Սա շարժում է, որը պետք է հասնի հաղթանակի, որը ունի ընթացք։ Ընթացքն այն է, որ 24 մարտի 24, 25, 26 եւ 27 կայանալու են ազգային ժողովի հերթական քարոզիա նիստերը։ Մենք նախաձեռնում ենք մեր պահանջը տեղափոխել ազգային ժողով։ Ազգային ժողովի մուտքի մոտ ամսի 24-ին ժամը 15:00 այս պահին կարող եմ հայտարարել, հայտարարությունը կլինի լրացուցիչ ավելի ճշգրիտ, մենք լինելու ենք ազգային ժողովի դիմաց պահանջելով բացահայտել, հանրայնացնել ազգային ժողովի հանձնաժողովի հետաքննիչ հանձնաժողովի զեկույցները։ Ուզում եմ կարդալ մի երկու կոմենտ։ Տիկին Ռուզաննան է մեզ գրում, որ մեզ հետ է վստահ ասում եմ Հերոս Բորյան Նարեկի մայրն է, անհետ կորած։ Համոզված եմ, որ նա մասնակցել է թեժ մարտերի եւ այս պահին ինչ-որ մի ապահով տեղում է եւ պետք է վերադառնա։ Բոլոր ծնողներին ասում եմ, կոչ եմ անում, վստահ եղեք, ձեր որդիները ողջ են, ձեր որդիները վերադառնալու են։ Եվ այս պահին մեր ընկերներից մեկը, ում հետ ես եղել եմ պատերազմի ժամանակ Հադրութում, ում հետ մտերմացել ենք պատերազմից հետո, ում եղբորորդին անհետ կորած է այս պահին, կներեք զոհված է այս պահին, բայց ինչու շփոթվեցի, որովհետև եղբայրները մշտապես անհետ կորած ծնողների կողքին են, ինչը կոչ եմ անում մյուս ծնողներին, ովքեր կորցրել են իրենց զավակներին, միացեք, այսօր արնահոսող վերք ունի անհետ կորածի ծնողը։ Մենք բոլորս պետք է իրենց կողքին լինենք, իրենց պահանջը լայնացնենք, մեծացնենք, բոլորս վերցնենք, տանենք առաջ մինչև հաղթանակ։ Ուզում եմ հրավիրեմ Սերգո Գալստյանին, ուժեղ լավ ընկեր։ Իդեպ Սերգոն նաև որոնողական բոլոր աշխատանքներին եւ գերիների բանակցություններին է մասնակցել։ Ինքը համեստություն կանի չի ասի, բայց ես ասում եմ, Սերգո ջան, ամեցիկ։ Բարի երեկո ձեզ։ Հուսով եմ բոլոր մեր զոհված անհետ կորած ծնողները, ովքեր գտնվել են Արցախում կամ թեկուզ մասնակցել են մեր խաղաղ ակցիաներին, բոլորները կճանաչեն մեզ։ Ծնողներ ջան, ծնկաչոք խնդրում եմ ձեզ, խնդրում եմ միացեք այս կոչին, որ դուք հասկանաք ինչի համար եղավ այս ամենը, ինչի զոհվեցին մեր տղաները, ում դավաճանության շնորհիվ, ինչի համար մենք կորցրեցինք Արցախը, ունեցանք 120,000 բնավեր հայ, որ եկել են, չգիտեն այդ մարդիկ ստեղ ինչ անեն, ու նաև այսօր, որ տեսնում ենք ոմն վարչապետ, եթե իրան կարելի է համարել տղամարդ, որ կարա խոսի իրանից տարիքով փոքր կնոջ հետ, ում կողքին կա ավելի փոքր երեխա։ Անկեղծ եմ ասում, հարգելի հայեր ջան, ՔՊ-ին սատարող իմ հայեր ջան, բոլորդ է մեր հայերն եք, խոնարհվում եմ բոլորիդ առջև, բոլորիդ կողնորոշումների առջև, բայց ամեն ինչ, Աստված ինչ ասում, եթե դուք քրիստոնյա եք, ինչ ասում մեր Տերը, ձեր գործերը ցույց կտան, թե դուք ում եք հավատում, սատանային, թե Աստծուն։
Ուրեմն ասում եմ ձեզ, այսօրվա ձեր տեսածը, ես նաև խորին հարգանք ունեմ մեր բոլոր արցախցիներին, մեր այդ տիկնոջը եւ նախորդ օրվա այն տիկնոջը, որ համեստորեն, խելամտորեն, ես ուղղակի համաչում եմ, որ տղամարդ եմ, որովհետեւ ես տես տղամարդ չտեսա, որ գոնե մի վարքյան կարանար ընդդիմանար ու ասել լսի Նիկոլոս, ով ես դու, ինչ ես արել դու, բոլոր գեղացիկը, ես գյուղի արմատներ ունեմ, կա գյուղացի, ով չարչարվում է իր արդար քրտինքով, իր հողի ջրիրը հայրենիքի համար ու հարկա տարի, բայց կան գեղցիներ, ովքեր զուգարանի թղթի համար են պայքարում, ուտեն, գնան ու բորնի ու պրոստե թղթի փողը վաստակեք, ես ունեմ թողելու սերունդ, իմ նախնիները կռվել են Արցախում, իմ ապագան կորել է Արցախում, ես իրավունք չունեմ ինձ համարելու տղամարդ սպիտակ մազերով ու իրավունք չունեմ հաց ուտեմ, քանի դեռ իմ յուրաքանչյուր անհետ կորած ու գերեվարված չի այցելել Հայաստան։ Իմ խնդրանքը ձեզ է, կլնեք ՀՊ-ից, որտեղից ուզում եք լինել ու հարգելի ընդդիմություն։ Խնդրում եմ, դուք էլ հարգելով մեր հանրապետության շահերը, միացեք մեր կոչին, քննիչ հանձնաժողովին։ Հիմա ես ասեմ, մի քիչ կորրեկտ կլնեմ, Անդրանիկ Քոչարյանով եմ դիմել, բայց իմ եթերները, որ ես Արցախում որոնողականն եմ եղել, կոպնեի բանն եմ նայել, ասես ընդ ջունգլիներ է, ընդ ծնողներ չկա։ Դրա համար դիմում եմ քեզ ջունգլի Անդո։ Դու Արցախում իմ մոտ եղել ես 2 օր։ Ես քեզ վերաբերվել եմ որպես հայի, այլև այլություններ չեմ արել։ Քեզ հարց եմ տվել, դու ծառայել ես, դու ասել ես ոչ, տղասա։ Կուզենամ մի տղայիդ հետ հանդիպեմ։ Տնամ որ հատվածում ա կռվել, խեմ ասում, որովհետև դուք ի սկզբանե եղել եք սուտ։ Ձեր սուտը կուրասել այս մեր հայ ազգին, պարակտելա, էլ սև սպիտակ չի սարքե։ Քաքահոր եք սարքես ազգը, ժողովուրդ կներեք, վրդոված եմ ասեմ ինչի համար։ Ես ունեմ լավ աշխատանք, կարամ գնամ իմ լափը լափեմ, էթամ իմ տունը քնեմ, հելեմ իմ առօրյավ ապրեմ, բայց եթե մենք կորցրել ենք այս սերունդը ու ցավ չունենանք, ուրեմն մենք ոչնչություն ենք, մենք ազգ չենք, մենք տականք ենք։ Եթե պետք է մտածենք մի փոր հացի համար, չմտածենք մեր սահմանների, մեր զինվորերի, իրանց անքուն անցած գիշերների, իրանց տառապանքների, իրանց վարկերի ու ասեմ պարեկներ, դուք բարձրանալեք պոստեր, 15 օր պոստ, 15 օրը ստե, որ գնահատե յուրաքանչյուր զինվորականին։ Կամ այս իշխանությունը, թռածը դու ես Նիկոլ, ասեմ խի, ու քո թիմը։ Սկսեմ անդրադառնամ դրան, ես չեմ վախում, կարա կալանավորեք։ Ձեզ ասում եմ, հարգելի փնթի խուլիգաններ, իմ համար կալանքը հանգստյան տունն է։ Դուք ցմա դատապարտված եք Աստծո կողմից ասեմ ինչի։ Դուք ասում եք թակարդը ձեր այդ ուրախ ավտոբուսն է, ուրիշ բան էր գալի։ Մտներն է դուք եք։ Իմ յուրաքանչյուր նահատակը սրբություն է։ Թե իմ նախնիները, թե ներկա տղաները, թե իմ ապագան, ովքեր եւ որ հանգչում են երրաբլուրում։ Մկներն են ընկնում թակարդին, այ թակարդի միջի գտնվող մկներ, այ պերրաշկի կրծողներ, այ դուք ձեզ պրոստը բնորոշ բաներ եք ասում, որով դուք այդ մկան հոգեբանությունով եք ապրում։ Ես ասեմ, ձեր այդ ավտոբուսը ոչ թե ուրախ ավտոբուս է, ձեր ավտոբուսը կոչվում է թակարդ, ու միջի մկներն է դուք եք։ Ես նորից եմ ասում, հարություն։ Ով ուզում է նեղվի, ով ուզում է իմ հետ հաշվի հարդարտենա, գիտեք, որտեղ եմ ապրում, արխային քայլում եմ առանց անվտանգությունով, կամ դու տղամարդ հալով, մետրոյում անվտանգության մոտ, ասենք քո երեխուդ հայ աղջիկա դեմդ ու նահատակվածի, մի հատ ասում ես թռած, աղջկան ես ասում թռած, եկել է հետը ստիկով կայք եղեք, այդ բազար եք բռնե թռել, հա, ուրեմն լսեք հարգելի թռածներ, եթե դուք ծնողներից թռած չեք, ուրեմն դուք քնից հանձնաժողով, ուրեմն չկա, ուրեմն հայտարարեք, կանչի ինձ գաղտնիության ստորագրում, տու որ պահանջատերա, ասա սենց է եղել, բայց Անդրանիկ Քոչարյան երկու օր եղել, դու ոնց կարաս հանձնաժողովի նախագահ ես, ջունգլի Անդո, կներես ասում եմ Անդրանիկ Քոչարյան, ջունգլի Անդո ջան, ախր դու երկու օր եղել Արցախում, դու ոնց կարաս, ասենք դու ըլես հանձնաժողովի նախագահ, եթե պատերազմից հետո ես եմ չոքե թուրքն վրա թքի ամեն սուրբ մասունքի համար, Փարկասու տղաներ կան ներկա են, Արցախի MÇՍ-ի տղաները, հզոր տղեկ են, որ իրանց կոխրճած հողի եղունգի կեղտը դուք չարժեք, ոչ մեկը տե ձեր ավտոբուսով էլի, ուղղակի դուք իրական հայ տղամարդու չեք հանդիպել, իսկ ես որ եք անգամ լեննական ձեր մոտ տագնապ եղա, վո եկել ատես ինչ անելու, չէ ուղղակի իմ ընկերոջս, իմ հարազատի օբյեկտներ եկել է, որ զուտ ամեն ինչը ցիվիլիզացիայի մեջ ուներ, բայց էլ եմ ասում ձեզ, իմ կոչը, դուք պարտավոր եք յուրաքանչյուր հային, յուրաքանչյուր հայը պահանջատեր է, Արցախներ
հայրենիքա, ոչ թե թակարդ, էլ եմ ասում, թակարդը ձեր ավտոբուսն է։ Դուք պարտավոր եք յուրաքանչյուրից ներկայացնելու ձեր որոշումը, ձեր գծագիրը, թե ինչ եք արել։ Եթե ոչ, ուրեմն չկա որոշում ու հենց տվել եք դուք։ Ասում եմ ձեզ կարճ հայրենով։ Էդ եմ կամ դուք չեք գրե դա ներկայացնեք, չեք կարող հանրության ներկայացնեք, որտեղ ձեզ դա հետաքրքիր չէ, արդեն ամեն ինչը դուք գծիկ տվիք։ Կոկոչով չէ Նիկոլ տղեկ հետում։ Ո բրոնիկ ունի, ինչ ունի, հələ գնացեք, հելա գնացին տղեկը։ Ու այդ տղեկին դու գրգում ես թակարդ։ Դե պատասխանի։ Այսքան բան։ Ավել պակասի համար կներեք ինձ, նորից եմ խնդրում, որդեկորույս ծնողներ, անհետ կորացի ծնողներ, աղաչում եմ ձեզ։ Ուզում եք դուք սատարեք Նիկոլին, ում ուզում եք սատարեք, բայց դուք Աստծո առաջ եք պատասխան տալու։ Խնդրում եմ, դուք յուրաքանչյուր մարդ պահանջատեր եք։ Ես ինչքան Աստված ինձ կյանքա տալու պահանջելու եմ։ Ես պետքա հասկանամ իմ նախնիների դրած արունը ու իմ ապագա, իմ Լևոնից կորցրած արունը, որ այսօր իմ կողը չի, ես իր հոտը չեմ կարող քաշել։ Իմանամ ով ինչ արեց, խի արեց, ինչի համար մեր հետևից խփեցին մեզի մեջքից։ Բարով մնացեք, լավ մնացեք, Աստված օրհնի բոլորի օջախները։ Ստեսյուն ձեզ, Նիկոլ ողորմի քեզ։ Բոլորը նրանք, ովքեր իրենց հայ են զգում, ոնց են ապրում իրանց կյանքով, ինչ են աշխատում, ոնց են խոսում, ոնց են արտահայտում իրենց սրտի կանչը, պիտի միանան։ Այսօր դուք տեսնում եք, լսեցիք շատ տարբեր կոչեր, շատ տարբեր ձևաչափեր, բայց բոլորը մի բանի մասին են։ Հայաստանը պիտի ապրի, ապրելու է իր անկախ կյանքով եւ Արցախը եւ ոչ միայն Արցախը լինելու են հայկական։ Ուզում եք սա պատերազմի կոչ համարեք, ուզում եք մի համարեք եւ բնականաբար արդեն միանալը։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ մեր ի սկզբանե արդեն որոշ ժամանակ, երկար ժամանակ, տևական ժամանակ արդեն այս կոչը հնչում է տարբեր մարդկանցից եւ արդեն քաղաքական ուժեր կլինի, շարժումներ կլինի, անհատներ կլինի։ Անուններով նշեմ։ Արսեն Ղուկասյան ուզում է անուններով, ուզում եմ շնորհակալություն հայտնել Սև Հովազ Ջոկատին, ամբողջովին ողջունել են մեր նախաձեռնությունը։ Արսեն Վարդանյանին իրենց կուսակցությունը արժան կներես, չեմ հիշում կուսակցության անունը այս պահին բանի բերեց, անակնկալի բերեց Արսենը։ Մանախին եմ շնորհակալություն ասում, Մանախի հետ պատերազմ ենք անցել, դաժան օրեր ենք ունեցել։ Մանախ ջան, ես Պրոբլեմ ունեմ քո հետ, բայց դու իմ աղբերն ես, դու իմ ազգակիցն ես։ Շնորհակալություն եմ հայտնում անգամ Դավիթ Սանասարյանին, ով եթերում ասել է, որ ինքը տեղյակ է հանձնաժողովից, բայց ինքը չի կարա բացահայտի, բայց պարտադիր պետք է բացահայտել, որովհետև Դավիթ ջան, սեղմի ապել, քո մասին շատ են հիմա թյուր կարծիքներ, ես հավատում եմ քեզ։ Ընկեր, սեղմի, դու գիտես, որ սրանք դավաճանություն են պարփակում, սեղմի մինչև վերջ։ Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան, արջան կներես չեմ կարա հիշեմ, բայց ինձ հուշում են, հանրահավաքի ձևաչափը հենց սենց է, մեր ընկերները հավաքվել են, ստեղ բազում, այս պահին բազում ժողովուրդ կա, որը միանում է։ 3 շաբթի օրը ժամը 15:00 մենք փոքր ակցիա ենք կազմակերպում, փոքր։ Այս նախաձեռնող խումբը արդեն համաձայնվել է լինել այդ ակցիայում եւ ազգային ժողովի մուտքի մոտ իրազեկում ենք ձեզ, որ մուտքի մոտ դիմավորելու ենք ազգային ժողովից դուրս եկող նիստերից, դուրս եկող падգամավորներին եւ անհատապես պահանջը ներկայացնենք։ Ու հրավիրում եմ բոլորիդ, ով այսօր ստեղ գրել է, որ աջակցում է, ով վաղը կնայի այս տեսանյութը, կգրի, որ աջակցում է, բոլորդ ընկերների հետ միասին եկեք ազգային ժողովի մուտքի մոտ, ամեն падգամավորից պահանջենք, որ այդ հարցը դրվի նաև ազգային ժողովում։ Նպատակը սա է, քարորյա նիստերից որևէ մեկը պետք է նվիրված լինի հանձնաժողովին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց հնարավոր ինչա պետք է հրավիրեն ազգային ժողով հարց ու պատասխանի։ Ես հարցեր ունեմ տալու եւ ստանալու եմ այդ պատասխանները։ Ժողովուրդ ջան, մեր հանրահավաքը այսքանով հայտարարում եմ փակված, այս ֆորմատով դեռ էլի կհանդիպենք եւ այլ ֆորմատներով դեռ էլի կհանդիպենք։ Մեր պայքարի մեկնարկը այս պահին տրված է։ Միացեք։ Շնորհակալ եմ բոլորիդ։ Ժողովուրդ ջան,